Մեր նավոր հայր այս բահուն քո արժևը կգենանք, կխնդրեմ, որ նախին շոշունքներս ծրպես մաքրես, որովհետև քո խոսքդ իր մաքրությամբ փոխանցվի, նաև մեր սրտերը փանաս, որ գայրնանք լսել եւ ընդունել քո խոսքդ։ Հիշի անով ամեն։ Անցյալ 5 շաբթի մեր սերդողությունը սկսանք հարցումով, այս արդյալ հարցումներու մասին պիտի խորհրդածենք միասնապար։ Եվ պիտի գետրոնանանք մարդկային կյանքին ամենեն էական երկու հարցումներուն վրա։ Մանուկը ծնած օրեն կսկսի հարցումներ հարցնել, որպես իր շրջանագին ծանոթանա։ Սկիզբը երբ խոսիլ չգիտեր, իր աչքերով, սերքերով կհարցնե հարցումները։ Եվ ամեն անգամ, որ մեկը մոտենա իրեն, գուզե գիտնալ, թե այդ անձը զինք կսիրե, թե ոչ, եւ ինչ եզրակացության որ կա, ադոր համեմակ գամ կժբդի, գամ գուլա։ Եվ քիչ մը կմեծնա, խոսելու կսկսի եւ իր շրջանագին ավելի կծանոթանա, եւ հարցումները կսկսին քիչ մը ավելի փարթանալ, ավելի իմաստալից կդառնան։ Օրինակի համար կսե մաման ուր է, կամ քավաթը ինչու ինգավ, դարվե դարի մարդուն հարցումները ավելի խորը կթափանցեն։ Ես կիշեմ իմ 17 տարեկանին սկսած էր հարցնել, թե Աստված ով ստեղծեց, կամ հոգին ինչ է, որչափ մեծնանք մեր հարցումները կշատնան, թե իրենց որակով եւ քանակով, եւ խորունկ հարցումներու պատասխաններ կփնտրենք։ Օրվա ընթացքին թերևս հարյուրավոր հարցումներ կամ ցայնով կհարցնենք, կամ մեր մտքեն կանցնի։ Եվ մեր հարցումները դեսակավոր են եւ դարբեր մագարտակի, ոմանք շատ կարևոր են, ուրիշներ ավելի նվազ։ Հարցնենք, թե ինչպես կորոշենք, թե որ հարցումները կարևոր են եւ որ հարցումները աշաբալ կարևոր չեն, ինչպես փաստական մգտնենք։ Այսպես հարցումները իրենց կարևորությունը կստանան դրվելիք պատասխանին աստեցության դարողութենեն, անգամ ես ասեմ։ Հարցումները իրենց կարևորությունը կստանան դրվելիք պատասխանին աստեցության դարողութենեն։ Օրինակ դամ։ Գեսորին ինչ ճաշ պիտի ուտենք հարցումին եւ դոկտոր թոքից մեջ կանսեր գա, հարցումին կարևորության դարբերությունը հստակ է։ Առաջին հարցումին պատասխանը պիտի նշանակե, թե լեզուս 15 վայրկյան հաջիկ պիտի առնե կամ ոչ։ Սակայն երկրորդը պիտի հայտնե, թե տակավին քանի ամիս երկրի վրա պիտի ապրիմ։ Ես մտածած եմ, թե արդյոք որ հարցումները մարդուն համար ամենեն էականն են կամ ամենեն կարևորները։ Նկատելով, որ հարցումները իրենց կարևորությունը կստանան պատասխանին աստեցութենեն, պետք է նայենք այն հարցումներուն, որոնց պատասխանները մեր այս կյանքին իմաստ կուտան, կյանքին որակը կորոշեն, ինչպես նաև մարդուն հավիտենական ընթացքը կհայտնեն։ Ուրեմն, կրնանք եզրակացնել, որ ամենեն կարևոր հարցումները չեն կրնար ուտելու, խմելու կամ հագնելու մասին ըլլալ։ Անոնք չեն կրնար մեր ապրած երկրին մասին կամ աշխատած գործին մասին ըլլալ, ոչ ալ ուսման մագարտակին մասին։ Անոնք չեն կրնար տրամի կամ առարգայի մասին ըլլալ, ոչ ալ կրնան մեր որ հարավանության կամ որ գուսակցության պատկանելու մասին ըլլալ։ Անոնք չեն կրնար մեր որ եկեղեցին անդամ ըլլալուն, նույնիսկ որ ազգին պատկանելնուս մասին։ Մինչ դակավին կփնտրենք այդ էական հարցումները, կնկատենք, որ կյանքի ամենեն կարևոր հարցումները կսկսենք հարցնել շատ անգամ վճռական բարականերու եւ հadouk ժամանակներու ադեն։ Օրինակ, երբ մեզ լուրջ վտանգի մը արժև կգտնենք, կամ մոդիկ անցիմը հուարգավորության ներկա կգտնվենք։ Երբեմն ալ դարվա վերջավորության, երբ կտեսնենք դարին կվերջանա, անգամ ելս կգիտակցենք, որ կյանքը գանցնի եւ օրը պիտի վերջանա եւ կսկսենք ավելի խորունկ
լուրջ հարցումներ հարցնել, օրինակ, ինչ է կյանքի նպատակը, պայման է, որ մեկը ապաշխարե, հավիտենական կյանք կա, երկինք ծժող կա, երբեմն քիչ ավելի նվազ հարցումներ, ինչպես կրնամ առողջ մնալ, որուն հետ պետք է ամուսնանամ, ինչ գործ աշխատելու եմ, եւ այլն եւ այլն։ Իմ փնտրտուքիս մեջ եկած եմ այն համոզումին, որ կյանքի ամենեն էական եւ կարեւոր հարցումները շատերուդ ծանոթ եղող այն երկու հարցումներն են, որոնք Պողոս առաքյալ հարցուց Դամասկոսի անապատին մեջ։ Քորսկարակելոց 9-րդ գլխի մեջ գարտանք, որ ինչպես գիտեկալ Պողոս առաքյալ չեղած, նաև քրիստոնյա չեղած մեծ փափակ ուներ Աստծո ծառայելու եւ իր կամքը ընելու, սակայն Աստված ճշմարտապես չէր ճանչնար եւ Աստծո ուզածը սխալ հասկացած էր։ Գարձելով, որ քրիստոնյաներ կամ Քրիստոսի հավատացողներ ճշմարիտ Աստծո հակառակ էին, իրենք կհալածեր եւ կփանդարգեր։ Երուսաղեմի հավատացյալները բավական հալածել են եւ փանդարգել են, յետ ուզեց Դամասկոս երթալ, որպես հոնդերի հավատացյալներն բռնել եւ փանդցնել դա։ Անշուշտ գիտեք, անապատին ջամփան հանգարտ լույս մը փայլեցավ եւ որոդում լսեց եւ մեկը տեսավ, որ խոսեր իրեն։ Սիեն վարինգավ եւ իր at շփոթած եւ անագնգալի եկած adեն at ջկնաժամին մեջ հարցուց at երկու հարցումները մեկ ըսավ ով ես տուն, երկրորդ ըսավ դեր ինչ կուզես որնեմ։ Մինչև անադեն Պողոսը գարձեր, որ ինք գիտե Աստված ով է եւ իր մե ինչ կուզե, բայց հիմա լման շվարած էր եւ գուզեր ճշմարտությունը գիտնալ։ Պողոս իր հարցումները Հիսուս Քրիստոսի գուղեր, ուրեմն ըսել գուզեր ով ես տուն Հիսուս Քրիստոս եւ ինչ կուզես ինձ մե։ Ես կնկատեմ ասոնք ամենեն կարևոր հարցումները, որ մարդ արարած գրնա հարցնել եւ գամ հարցնելու է, որովհետեւ այս հարցներու պատասխաններու մեջ կգտնենք իմաստը մեր քոյության եւ գարելությունը մեր աբակային։ Այս հարցումներու պատասխանեն եւ մեր թիրքեն անոնց նկատմամբ գախյալ է մեր ներգան եւ հավիտենական աբական։ Նաեւ անհրաժեշտ է, որ այս երկու հարցումները հարցնենք այս նույն շարքով, ինչպես Պողոս հարցուց, որովհետև եթե չըմբռնենք, թե ով է Հիսուս, իր մեզ մե ինչ ուզելը գրնանք աչաբալ լուրջի չառնել։ Շատ անգամներ, երբ գմտածենք Հիսուսի մասին, երևակայենք մանուկը մսուրի մեջ ծնած, հովիվները եկած մստած շուրջը, մոքեր գուքան, նվեր գուդան, հետո Փարի մարդը, որ ապրեցավ, Փարի կրավ, հրաշ կրավ, հետո խաշեցին մերավ։ Շատ անգամալ զինքը որպես մեր ընկերը կմտածենք, մեր բարեկամը, որովհետև շատ թյուրավ գաղութենք իրեն, ազատությամբ կխոսենք հետը, այդ ամենը ճիշտ է, այդպես է, սակայն կարևոր է նաև գիտակցենք, որ Հիսուս Քրիստոս Աստված ինքն է, որ մարմին առնելով եւ մանուկի պես ծնելով Աստծո որդի գոչվեցավ։ Ան դիեզերքը ստեղծող, անհուն, անսահման, անսկիզբ, անվախճան, ամենագարող, ամենադես, ամենակետ, ամենուրեք, մաշող գրակ եւ սուրբ ու ամենագալ արարիչն է։ Եբրայեցիս առաջին գլխի մեջ գարտանք գսե տուն ով դեր ըսկիսպեն երկրի հիմերը ծրիր, երկին քու ցերկերուտ կորձն է, նաև իր զորության խոսքովը ամեն բան կբռնե։ Երբ օտոստրադին վրա գերտանք, բավական բարձր շենքեր կտեսնենք։ Եթե ուզենք անոնց ամենը վերը տեսնել, կամ նույնիսկ Բալբեկի սներուն վերի ծաղիկները կուզենք տեսնել, բավական գլուխնից դրելու ենք։ Եթե Լոս Անջելեսի 50 հարգանի, 60 հարգանի շենքերուն վերի ծաղրի տեսնենք, հավանաբար վիզերնից ցավցնենք։ Նյու Յորքի մեջ ադոր գրգին բարձրությամբ շենքեր կան։ Մենք այս մարդու ցերքի կորձերուն գնայինք
եւ կսկանչանանք, կսենք ինչ մեծ գիտություն, ինչ մեծ կարողություն, ինչ մեծ միտք, որ գրնա այսպիսի մեծ բաներ շինել, գամուշներ, բարձր շենքեր, օտանավներ եւ այլն, հրթիռներ, գզմայլինք մարդու կարողության վրա։ Պեստինայի եկեղեցի մեջ եղբայր ունենք, որ փոքր օտանավ ունի եւ երբեմն անոնց որ կփափակին օտանավի մեջ կառնե եւ քիչ մը քաղաքը կբացնե եւ շատ բարձրեն չէր թար, մոտավորապես 1500 մետր բարձրությամբ։ Նույնիսկ այդ բարձրութենեն որ գտրիս այդ խոշոր եւ մեծ զմայլեցնող շենքերը օտոները խաղալիքի չափ կերևին։ Իսկ եթե ջաթով կջամփորդես անշուշտ ամբողջ աշխարհը քարտեզի կվերածվի ածկերուց դակ։ Փախտալությունը ընենք Աստծո ցերքին կորձին հետ։ Ինչ որ մեզ շատ մեծ գերավա երբ մարդու մասին կմտածենք։ Քիշերմը երկինքը դիտեցեք։ Աստղերու անհամար խումբ մը գտեսնեք, որ հատկողի ճանապարհ կգոչվի, այսինքն Milky Way, ասիկա աստղահույլ մնե մեկ հատ գալաքսիմը, որ անհամար գալաքսիներեն մեկն է միան։ Այս խումբին մեջ կան կոնե 100,000 միլիոն աստղ։ Այսինքն, եթե սկսենք համրելու եւ ամեն մեկ աստղը մեկ երկվարգյանի մեջ համրենք, 1, 2, 3, բոլորը պիտի համրենք 3000 տարի են։ Իսկ եթե այս աստղերու խումբին մեկ ծայրեն մյուս ծայրը պիտի երթանք լույսի արագությամբ, այսինքն 300,000 կիլոմետր ամեն մեկ երկվարգյան մոտավորապես պիտի տևե 100,000 տարի։ Եվ դակավին հազիվ սկսանք Աստուծո զորության եւ մեծության մեկ ծայրը տեսնել։ Եվ մարդու շինած հյուրյական ռումբերու մասին կմտածենք, խելքերնից կգենա, գսենք, աս ինչ մեծ քյուդ, ադոր արտադրած դակությունը, զորությունը մարդու գլխեն վերը, Հիրոշիմայի մեջ տեսանք արդյունքը, Չեռնոբիլի մեջ տեսանք ինչ ըրավ։ Եթե այդ հյուրյական ռումբը վարգյան մը փախտadենք Աստծո շինած արևին հետ, որ մեզի ամենեն մոտ եղած աստղերը մեկն է։ Արևը շարունակ այրելով մեզի լույս եւ դակություն կուտա։ Ամեն մեկ երկվարգյան արևը այրելով 4 միլիոն տոն կբաքսի եւ դակավին 5000 միլիոն տարի այրելու է, որպեսզի վերջանա։ Գրնակ մեծության մասին խաղապար մը գազմել։ Արևին ներսի դակությունը 16 միլիոն դիգրի սենտիգրեդ է եւ վրայի փոցերը որ կփարսանան աշխարհի մեծության 40 անգամը կփարսանան։ Եվ գիտեք ինչ, արևեն 6 միլիոն անգամ ավելի բայձար եւ դակ աստղեր կան։ Բայց քանի որ շատ ավելի հեռու են, անոնց դակությունը չենք զգար։ Հիսուս Քրիստոս այս ամենագարող հզոր արարիչ Աստվածն է։ Սակայն այս իր զորության անսահմանության չափով սեր ունի քեզի եւ ինձի հանդեպ։ Թե ոչ, ինչպես նույնիսկ կարելի է, որ քեզի եւ ինձի համար այսպիսի Աստված աշխարհքա եւ մարդոց մե անարգվի եւ խասին վրանալ մերցվի։ Ասանք շատ թեթև օրինակ մը բիդլա, որ մեզվե մեկը ուզե մրջուն ըլլալ, որբեսի մրջունը մեր զավակը ըլլա։ Երևակայեցեք։ Աստված իր սերը, որ մեզի հանդեպ ուներ հայտնեց, որ թեր եւ մեղավոր էինք, Քրիստոս մեզի համար մերավ։ Կարևոր է, որ ըմբռնենք, թե ով է Քրիստոս։ Գիտակցելու համար, որ երբ մեզի գսե թե ինչ կուզե, որ չափ լուրջի առնելու ենք։ Այսօր, երբ Ամերիկայի նախագահը գխոսի, ամբողջ աշխարհ ուշադրությամբ մտիկ կնե եւ քաղաքագետներ նոտ կառնեն ամեն մեկ փարը կգշրեն, որպես ըսածներուն իմաստը լավ հասկանան։ Աստված Ամերիկայի նախագահին հետ փախտadվելու լան գնմանի արևը փախտadելու մոմի մհեդ։ Ուրեմն որչափ լուրջի առնելու ենք Աստծո խոսքը եւ թե մեզ մե ինչ կուզե։ Մասամբ բացականացինք
ով ես տուն դեր հարցումին։ Դեսնենք, թե ինչ է պատասխանը դեր, ինչ կուզես հարցումին։ Աստծո խոսքը շատ հստակ է, թե Աստված ինչ կուզե։ Եվ այս նկատմամբ գասկածելու նշույլ անգամ չկա։ Ես ցեզ Աստծո խոսքեն ուղղակի պիտի գարթամ, թե Աստված ինչ կուզե մեզ մե։ Գործ Կարաքելոս 17:30 արդ Աստված դքիդության ադենները անդես ընելով հիմա ամեն դեղ կբադվիրե բոլոր մարդոց, որ ապաշխարեն։ Առաջին Դիմոթեոս 2:3-4 Վասնզի այն է աղեգը ու ընդունելին մեր փրկիչ Աստծուն առջև, որ գուզե թե ամեն մարդիկ փրկվին ու ճշմարտությունը ճանչնալու քան։ Եվ 2 Պետրոս 3:9 Դերը ճուշացներ իր խոստմունքը, ինչպես ոմանք ուշացած գսեբեն, հաբա մեզի երգայնամիտ գլա, վասնզի չուզեր, որ մեկը գործվի, հաբա որ ամենը ապաշխարանքի կան։ Եսայի մարգարեն գհրավիրե ասելով բոլոր ծարավազներ չուրերուն եկեք եւ վստակ չունեցողներ եկեք ծրի արեք ու գերեք։ Այս հսոր Աստվածը, որուն մասին խոսեցանք, գուզե որ մեղքերնից խոստովանելով ապաշխարենք եւ մեղքերու թողություն ստանանք եւ հավիտենական կյանքի վստահություն ունենանք, ընդունելով Հիսուս Քրիստոսի կատարած խավությունը խաչին մահվամբ։ Եբրայեցիս 3:7-ի մեջ գարտանք հոգին Սուրբ կսե այսօր եթե անոր ցայնը գլսեք ծեր սրտերը մի խստացնեք։ Եթե դակավին Քրիստոս քու փրկիչդ եղած չէ, դակավին ապաշխարելով մեղքերու թողություն չես խնդրած Աստծո, այսօր Աստված գուզե որ ընդունիս Քրիստոսը եւ Աստծո զավակը լաս։ Աստված նաեւ բադվեր ունի հավատացյալներուն, իր զավակներուն, որոնք ապաշխարած են եւ Աստծո զավակ եղած են։ Դեր ինչ կուզես հարցումին պատասխանելով գսե առաջին Պետրոսի մեջ, ցեզ գանչող Սուրբին բես թուկալ Սուրբ եղեք, ծեր բոլոր բարմունքներուն մեջ, վասնզի կրված է Սուրբ եղեք, քանզի ես Սուրբ եմ։ Այսինքն Աստծո ուզածը այս է, որ մենք իրեն բես Սուրբ ըլանք։ Ինչ կնշանակի ասիգա, ինչ կնշանակի Աստծո բես Սուրբ ըլալ։ Բույդուզեմ ադոր բալասխաննալ դալ Աստծո խոսքեն, գարտալով Եփեսացիս 4:21-24 համարները։ Այսպես կսե. Եթե անոր վրայով լսեցիք ու անգեսորված եք, ինչպես ճշմարտությունը Հիսուսի մեջ է, որբեսի ծեր վրայեն մեկտի հանեք այն ծեր առաջվան վարմունքին պես եղած հին մարդը խափեփած ցանկություններով աբականվածը եւ ծեր միտքին հոգիով նորոգվիկ եւ նոր մարդը ծեր վրա հագնիկ, որ Աստծո բատգերին պես ստեղծված է արդարությունով ու ճշմարիտ սրբությունով։ Սուրբը լալ կնշանակե նոր մարդը լալ, այսինքն Աստծո նմանը լալ, Աստծո բատգերը ունենալ։ Սուրբը լալ չնշանակեր գիրագորերը եղեցի երթալ եւ միսորերնալ մեգումը վնաս չնել։ Սուրբը լալ չնշանակեր գամած քալել եւ մեմ խոսիլ։ Սուրբը լալ չնշանակեր վարդապետը լալ, կամ քահանա լալ, կամ մարդոց մե հերու առանցին ապրիլ։ Ոչ ալ կնշանակե ուխտավորի հակուստ հագնել, կամ որոշ հակուստի չափանիշներ բահել, բարեգործություն անել եւ այլն։ Սուրբը լալ կնշանակե Աստուծո բեսը լալ, այսինքն Աստուծո նկարակիրը ունենալ, իր հատկությունները մերը անել։ Ինչ են ասոնք, Քաղաքացիս 5:22-ի մեջ կտեսնենք ինչ են ասոնք. սեր, խնդություն, խաղաղություն, երկայնմտություն, քաղցրություն, փարություն, հավատարմություն, հեզություն, ժուժգալություն։ Սուրբ լալ կնշանակե, որ ասոնք ըլլան մեր նկարակրին բնական վիճակը, այսինքն սիրող, ներող, համբերող, քաղցր, խոնար, բարի, հավատարիմ, ժուժգալ անձեր։ Եվ գիտեք, այս բոլոր հատկությունները ուրիշ մարդոց հետ հարաբերության հետ կապ ունին։ Գրնանք մենք մեզ քննել, որովհետև այս հատկությունները կփաստվին մեր հարաբերություններուն մեջ ուրիշ մարդոց հետ։
գրնանք քննել դեսնելու համար թե ուր ենք հոգևորապես, երբ կհարաբերենք ուրիշ մարդոց հետ, մեր դան մեջ, շուգային մեջ, մեր ասիկաններուն հետ կամ օդարներուն հետ, գրնանք ասել, որ մեր հարաբերությունները սիրով, ներողամտությամբ, համբերությամբ, խոնարհությամբ, փառությամբ, հավատարմությամբ եւ ժուժգալությամբ են։ Այսինքն Աստծո նկարակին բես է մեր նկարակիրը, այդ է ինչ որ Աստված գուզե իր զավակներեն։ Եվ այս կարելի գլա, եթե ամեն օր հավատարմությամբ Աստծոնը ցայնը մտի գնենք, իր խոսքեն ու հնազանդենք իր բադվերներուն եւ իր բոլոր բադվերներուն, ոչ թե միայն անոնց, որ մեր կորձին գուքան։ Հիսուսը ասավ, ան որ զիս կսիրե, իմ բադվերներս կբահե։ Այնադեն Աստված օրեօր մեր նկարակիրը, որ մեղքի պատճառով ավրված էր, կփոխե եւ իր նկարակին կնմանցնե։ Բոսարակյալ գսե, մեր ներսի մարդը օրեօր կնորոգվի։ Մերն այդպես լալու է։ Եփեսացիս 4:13-ի մեջ գարտանք, մինչև ամենս հասնենք հավատքին եւ Աստծո որդին ճանչնալուն միապանությանը, կատարյալ մարդը լալու, Քրիստոսի լման հասակին չափ ունենալու, ոչ ֆիզիկապես անշուշտ, այլ հոգեգան ներսի մարդուն հասակը։ Եզրակացնենք, մարդու կյանքին ամենեն էական հարցուներն են, ով է Քրիստոս եւ ինչ կուզե ինձ մե։ Առաջին հարցումին պատասխանն է Քրիստոս դիեզերքը եւ մեզ ըստեղծո արարիչ ամենազոր փրկիչ Աստվածն է, որ մեզ անսահման սիրով գսիրե, որ մեզի համար խաչվեցավ։ Ինչ կուզե մեզ մե, եթե դակավին չես ապաշխարած, գուզե որ ապաշխարես եւ զինք ընդունելով հավիտենական կյանք ունենաս, որ մե յետք գուզե որ իր նկարակիրը ցոլացնենք մեր կյանքին մեջ։ Կվերջացնեմ պատկամս այս առավոտ, միան խնդրանք մը պիտի անեմ, եթե հոս ոյև մե գա որ դակավին Աստծո այս ըսածին հնազանդ եղած չէ եւ Քրիստոսը ընդունած չէ, ապաշխարած չէ, խնդրեմ ցկելով մի երթակ, եկեք հոս միասին աղոտ մնենք եւ Աստծո այս բադվերը ընդունած ասկեկացեք նոր խաղաղությամբ, նոր ուրախությամբ լեցված։ Աղոթենք։ Մեր երկնավոր Հայրը, մեր Աստվածը, քեզ սրտանց փառք կտանք, որթուն մեծ արարիչ Աստվածը լալով, մեզ անչափ սիրեցիր, որ Հիսուս աշխարհ ղեկեցիր, որբեսի մարդը լա եւ մեզի պես հող ու փոշիո առածները ընդունի եւ սիրե եւ մեզի համար մեռնի, մեզի համար չարշարվի, մեզի համար նախատվի, որբեսի մենք անգամ միևս քո զավակները դլանք եւ հավիտենական կյանք ունենանք։ Ով Աստված, Տուն ինչ փարի եւ մեծ Աստված ես, ըսկանչելի Աստված ես, գործնենք կփարապանենք քո սուրբ անունդ։ Ով Աստված, Տուն այսօր մեզի խոսեցար, կխնդրեմ ինչ որ մեր սրտերուն հասավ, հոն նոր կյանք առաջ բերեք քո փառքիդ համար։ Հիսուսի անունով կխնդրեմ։ Ամեն։